Եվ մենք այստեղ տեսնում ենք կամաց տարբեր իսկ փոքր Ասիան վերջին հաշվով իհարկե բյուզանդական տիրապետության տակ էր, ազդեցության տակ էր, բայց մանավանդ այդ 1071 թվականին, չէ, Մանասկերտի ճակատամարտից հետո բյուզանդական ազդեցությունը եւ այսպես թուլացավ, սելջուկներն էլ դեռ վերջնականապես չէին վերահսկում այդ ամբողջ տարածքը, չէ։ Դեռ հայտնվեց իմ պատկերացմամբ, ես իհարկե մասնագետ չեմ շրջանի, բայց մի տեսակ գորշ գոտի հայտնվեց, որտեղ իշխանությունը բացարձակ իշխանություն ոչ ոք չուներ եւ որոշ հայ գեներալներ օգտվեցին հնարավորությունից։ Գեներալներ կասենք, զորահրամանատարներ կասենք, իշխաններ կասենք, թե ինչպես կանվանենք։ Հա, կուզենա այդ շրջանը մի քիչ նկարագրես, այսինքն մենք դեռ անուններ ունենք, չէ՞։ Հա, այսինքն Աբուլղարիբ Արծունին, Փիլարտոս Վարաժնունին կամ Գող Վասիլը, բոլորը, բայց ինչներ է այստեղ հետարքիր, մենք նախապես չնշեցինք, բայց Կիլիկիայում ուրիշ մարդ չկար, այսինքն հայերը գալիս էին, ոնց էին։ Այդ շատ կարևոր է, որտեղ բացի ոնց որ նշեցի աշխարհաքաղաքական կարևոր գործոնից, մենք այստեղ ունենք շատ հետաքրքիր մի ժամանակաշրջան, երբ որ նախ այդ ավելի ինտենսիվ հոսքը հայերի արաբա-բյուզանդական անդադար պատերազմները մի քանի դար տևած։ Դրանց թատերաբեմերից մեկը հենց Կիլիկիան էր։ Եվ այդ պատերազմներից ընդհանրապես Կիլիկիան ոնց էր հունական գաղութացման շրջանում, երբ որ հույները Մարսելից մինչև արևելյան միջերկրական գաղութ եւ Սևծով գաղութներ էին հիմնում, Այասը դրանցից մեկն էր, այսինքն դեռևս Քրիստոսից առաջ դրանք հունա-ասորական, հայկական, հրեական, դեռևս մերձավոր-արևելյան թեժ շրջաններից էին, բայց մինչև 11-րդ դարը մի քանի դար արաբա-բյուզանդական պատերազմներից այդտեղ ավերվել էին ճանապարհները, տները լքվել էին, մարդիկ արտագաղթել էին, որտեղ ծովը եւս մի հզոր գործոն է, որպես այդտեղից հույները, չգիտեմ, տարբեր ազգեր արտագաղթեն այլ վայրեր։ Կիպրոս, Կրետը, ասենք Բալկաններ, Ապենինյան թերակղզի, ավելի ապահով համեմատաբար ապահով շրջաններ, որտեղ մենք մինչև 13-րդ դարում արդեն Վենետիկում ունենք հայկական մի ամբողջ փողոց։ Եվ սա էլի մենք դեռ չշտապենք, կգանք դրան, թե ինչպիսի հայկական տեղեկատվական ցանց էր ձևավորվել։ Բացի լինելով վաճառականական ցանց, մենք սրան պետք է անվանենք նաև տեղեկատվական ցանց։ Եվ այդ տեղեկատվական ցանցերը եւս մարդկանց տեղեկացնում էին այլ վայրերի մասին։ Հիմա այդ արաբա-բյուզանդական պատերազմներից տները լքվել էին, ճանապարհները ամայն եւ երբ որ հայկական բնակչությունը գալիս էր, բերդեր կային, որոնք ուղղակի լքված էին։ Եվ դա վակուում էր, քաղաքակրթական վակուում էր, որը սա էլ է շատ հետաքրքիր է, պատմական ինտուիցիան, հա, այդ էգզիստենցիալ ինտուիցիան, որ հենց հայերը եկան։ Եվ այդ ասեք, երբ որ անմիջապես Կիլիկյան միջավայրում ձևավորվում են բյուզանդամետերի ու հակաբյուզանդականների այդ երկու կուսակցություն իշխանական տները, դա ոչ թե հենց Կիլիկիայում են ձևավորում, այդ այսպես ասած ինստալացիան գալիս է նաև մեծ հայքից։ Իրենք արդեն այդ գաղափարներով գալիս են։ Եթե խորհրդանշաններն անվանենք այդ երկու մեծ հաշվով կուսակցությունների հակամարտությունը, որը ամբողջ Բագրատունյա շրջանում նաև գնում էր, թե կրոնական տեսանկյունից, թե քաղաքական տեսանկյունից, սա կարծես թե պրոյեկտվում է նաև Կիլիկիայում։ Եվ հաղթող է դուրս գալիս, այդ ամենակենսունակն է դուրս գալիս իմ նշած իշխանների մեջ, թե Օշին իշխանի, չնայած Օշինյանները, որոնց հետագայում անվանում են Հեթումյաններ, նրանք էլ էլի բյուզանդամետ թևից էին, բայց կարողանում են որոշակի արդեն 13-րդ դարում սինթեզային իրողություն ձևավորել, բայց ամեն դեպքում հաղթող են դուրս գալիս հակաբյուզանդական կուսակցության ներկայացուցիչները, Ռուբեն իշխանը, որը ըստ էության հենց հիմնադրում է այդ պետության կորիզը։ Իսկ բանը Ռուբենի հետ կապված ինչ ծագումնաբանությունը, որովհետև ես կարծացել եմ տարբեր են, չէ՞, այսինքն բարձ է որ իրենք եք փորձեին իրենց գենեալոգիան հորինեին, մշակեին, Բագրատունների հետ կապեին, կուզենայի այդ հարցը այսպես ձևակերպել։ Ով էր Ռուբենը, ով էր այն իշխանը, որին վիճակված էր նոր դինաստիա սկսել թագավորական։ Նախ աղբյուրները այդ շրջանների վերաբերյալ սակավ են, տարբեր պատճառներից ելնելով, մանրամասնավորապես Ռուբենի վերաբերյալ, բայց այն որ Ռուբենը ազնվական իշխանական դասից էր, դա հաստատ, այսինքն Վասիլի նման սկզբից ախորապան չդարձավ, հետո բյուզանդիայի Գող Վասիլի մասին է խոսքը, չէ՞։ Մասին չէ, բյուզանդիայի կայսր, այսինքն այս դեպքում, որը հետո իրեն կապեց արշակոնիների հետ, որ բարձրացնի իր
Ծագումնաբանության Մակեդոնական դինաստիայի հիմնադիրը։ Այո, այս դեպքում Ռուբենը ըստիս առավել հավանական է, որ այո, ինքը իշխանական դասից էր, թե որքանով էր նա մտերիմ Բագրատունիներին, շատ դժվար է ասել, որովհետև աղբյուրներում թեկուզ ակնարկում են, որ մտերիմ են եղել, պալատական է եղել, Կայազորի հրամանատար են ասում, Գագիկի։ Բայց դրա մասին է նաև վկայում, երբ որ Գագիկ երկրորդ թագավորին, երբ որ հույն եղբայրները սպանում են, դա էլ շատ հետաքրքիր դրվագետ բյուզանդամետ եւ հակաբյուզանդական իրողությունների մեջ, նրանց վրեժը լուծում են էլի Ռուբինյանները, այսինքն այդ հույն երկու եղբայրներին սպանում են էլի Ռուբինյանները, սա էլ հետաքրքիր դրվագ է, վրեժ են լուծում իրենց թագավորի կամ ազգականի։ Թե որքանով էր այնուամենայնիվ Ռուբենը մտերիմ Բագրատունիներին, չեմ կարող հաստատապես ասել, նրանց աչթևներ, չգիտեմ, ձախթևներ, ոնց էր, ինչպես էր, բայց որ Ռուբենը ամեն դեպքում բարձր ազնվականական ծագում ունեցող մարդ էր եւ մեծ հեղինակություն ուներ, դա հաստատ, որովհետեւ այլ կերպ նա չէր կարող հիմնել այդ միջնադար էր վերջին հաշվով, էլի, պետք է արյան իրավունք ունենայր, ոչ միայն քո շնորհների, եւ եվրոպական միջնադարյան իրողությունների մեջ եւ հայկական եւ այս հարաբերությունների մեջ, էլի ժամանակի ու տարածության մեջ Ռուբենը դառնում է հաղթող։ Մնացած իշխանությունները աստիճանաբար թերևս նաև բյուզանդական կայսրության թուլացմանը զուգընթաց լուծարվում են նրանք եւ Ռուբենը ըստ էության աստիճանաբար միացնում է այդ հատվածները, բայց շատ դժվարությամբ, որտեղ մինչեւ 12-րդ դարի վերջը անվանում են պետության կայացման կենացու մահու պայքար, սկսած Ռուբենից մինչեւ Լևոն առաջին թագավոր, երբ որ մինչ այդ Լևոն առաջին իշխանին բյուզանդական արշավանքի հետևանքով գերում են, տանում են նրա երկու որդիների հետ, մյուս երկու որդիները փախչում են եւ այս ամբողջի մեջ Կիլիկյան պետությունը ժամանակավորապես դադարում է գոյություն ունենալ, այս ամբողջ թողուբոհի մեջ ժամանակ, այսպես ասած, չկար, որպեսզի խորությամբ զբաղվեին տնտեսությամբ, առևտրով եւ պալատական ինտրիգները, հարաբերությունները խաչակիների հետ, հարաբերությունները Իկոնիայի սուլթանության հետ, հետագայում բյուզանդական կայսրության հետ, մինչև Միրիո Կեֆալեի կամ Կեֆալոնի ճակատամարտ 12-րդ դարի վերջ, երբ որ բյուզանդական կայսրությունը դա երկրորդ մանասկերտն էր, երկրորդ հարվածն էր բյուզանդական կայսրության, այսպես ասած, դեմքին, բյուզանդական կայսրությունը արդեն վերջնականապես կարծես թե այդ մերձավոր արևելյան այդ հատվածից հետ է քաշվում։ Հա, բայց ամեն դեպքում նույնիսկ էլի մի քիչ հետ վերադառնալով, եթե գործոնները գնահատենք, ինչու հաջողվեց Ռուբենին ի վերջո այդ սկզբից փոքրիկ իշխանությունը ստեղծել, հետո իր որդիների օրոք մեծացնել, արտաքին քաղաքական պայմանները ոնց որ բարենպաստ էին, չէ՞, Բյուզանդիան թույլ էր։ Դա շատ նման է, երբ որ Սալահադինը օրինակ, երբ որ Լևոն առաջինը Կիլիկյան Հայաստանի վրա մեծ սպառնալիք կար եւ Սալահեդինը զարմանալի զուգադիպությամբ մահանում է։ Հա։ Սա ինձ համար շատ խորհրդանշական է, որ այո, Կիլիկյան շրջանում աշխարհակաղակական հավասարակշռությունը բարենպաստ էր։ Միևնույն ժամանակ այդ արտաքին բազմաժանր գործոնները համադրվեցին նաև ներքին գործոնների հետ, որովհետև որքան էլ որ արտաքին գործոնները նշեցինք արաբա-բյուզանդական պատերազմների հետևանքով տարածքի հարաբերականորեն դատարկվածությունը, ծովը, հայերի մեծ հոսքը, բյուզանդական այն թրիգերները, որոնք որ առավել ազդել են, թեև դրանից առաջ էլ նրանք գալիս էին, բայց հիմնական ավելի կատալիզատորները, որոնք ազդեցին, բայց եթե չլինեին ներքին էնտուզիազմը, ներքին մոտիվացիաները, վաճառականների գիտելիքները, ես չեմ կարծում այդ մեծ պրոյեկտը իրականանար։ Հա, բայց նաև Ռուբենի բանը կերպարը էլի վերջին հաշվով ինձ թվում է մենք էլի իրան մի քիչ թերագնահատված մարդ է մեր պատմության մեջ, որովհետև մենք նշեցինք, որ բազմաթիվ այլ հայկական իշխաններ կային, այդ չգիտեմ, ես այսօր շատ եմ Գող Վասիլի մասին, Փիլարտոս Վարաժնունին։ Այսինքն իրենք բոլորը ստեղծել էին փոքր այսայում իրենց կիսանկախ պետություն չասենք իշխանությունները, հա, պետությունները։ Բայց վերջին հաշվով բոլորն էլ ինչ որ արտաքին թշնամու հարվածների տակ դատարեցին գոյություն ունենալ, բայց Ռուբենը ինքը ինչ որ մի
ավելի, չգիտեմ, հմտություն ուներ, ինչ որ հաջողակ էր միգուցե կամ ինչ որ հատկանիշներ ուներ, որ իրան թույլ տվեց մի ամբողջ պետություն ստեղծել։ Իր անձի մասին ինչ որ շատ բան պահպանվել է, թե չէ։ Իր անձի մասին չէ, հենց խնդիրը դա է, որ ուղիղ վկայություններ անձնային որակների կամ գործունեության շատ հարուստ, այդպես մեղմ ասած հարուստ տվյալներ չունենք։ Մենք կարող ենք դատել նրա որդիների, թոռների, կերպարների եւ գործունեության հիման վրա։ Այսինքն Ռուբենը ըստ էության այնքան հեղինակություն ուներ, որ դարձավ դինաստիայի հեղինակ։ Իրենք ընդունում են իրենց Ռուբինյանային անվանում դինաստիապես։ Անշուշտ իրենց Ռուբինյանային անվանում նույնիսկ հետում առաջինի եւ Զաբելից ծնված զավակները, որոնք երբեք իրենց հետումյան կամ Մոշինյան չեն Հա, այսինքն մենք փաստացի դինաստիայի փոփոխություն չենք ունեցել։ Եթե հետևենք աղբյուրներին, այո, չենք ունեցել, որովհետեւ եւ նրանց որդին Լևոնը մանավանդ անվանվեց Մորական Պապիկի անունով։ Հա, իրեն ուղիղ իր ազգանունը գրում է Ռուբինյան։ Հա, Ռուբինաց հետաքրքիր է։ Ռուբենի հզորությունը նաև գալիս է որոշակի ինչ որտեղ պահպանողականության տեսանկյունից, որովհետև լինել բյուզանդամետ, բյուզանդական հպատակ, դա նշանակում էր լինել ոչ միայն քաղաքականապես։ Այսինքն Ռուբենի կողմից ինչ որտեղ նաև կրոնական վերնախավի որոշակի մասներ եւ այստեղ կար նաեւ այդ ներքին մոտիվացիան ավելի ազգակենտրոն պետություն ստեղծելու, քան լինելով բաց աշխարհի առաջ եւ այդ կոնցեպտը ստեղծության հետագայում տեսնում ենք նաեւ Կարմիր թելի նման գնում է Լևոն, հետագայում նաեւ մյուս թագավորների մոտ, բայց այդ լինելով եւ ազգակենտրոն պահպանողական, հա, այդ դուրք չտալ նաեւ կայսրության ճնշումներին, միևնույն ժամանակ նաեւ բաց լինել աշխարհի առաջ։ Եվ սա կարծես թե հետագայում այդ փոքր հատիկը, այդ հայեցակարգի փոքրիկ հատիկը գնալով վերաճում է, մեծանում է։ Փաստորեն ինքը իշխել է 1080-1095 թվականին։ Հա, 15 տարի փաստորեն եղել է այդ իշխանության հիմնադիր։ Փոքրիկ իշխանություն էր, չէ՞, ծովի ելք չուներ։ Ծովի ելք չուներ։ Ծովի ելքի հիմնական հանգուցալուծումը դա արդեն 12-րդ դարի վերջին, երբ որ Անտիոքի իշխանապետության հետ շատ լարված պայքարից հետո ի վերջնականապես իհարկե հայերը գնում էին ծով, բայց իշխանությունը ինքը ֆորմալ առումով ծովի ելք չուներ։ Եվ 12-րդ դարի վերջին արդեն Անտիոքի իշխանապետության հետ պայքարի արդյունքում Կիլիկյան վերջնականապես այդ մեծ ծովեզերքը ձեռք է բերում, երբ որ